Ասում ենք մեր ելույթները հիմա անցնում ենք մեր հայ գործընկերներին։ Վարդանյան խոսքը տրվում է ձեզ։ Շնորհակալություն հարգարժան գործընկերներ, քանի որ մենք խոսում ենք արևելյան գործընկերության նոր գլխի նոր էջի մասին, մենք պետք է հիշենք, որ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը абստրակտ նպատակներ չեն, դրանք կառուցվում են մարդու իրավունքների, մարդկանց կյանքի եւ արժանապատվության վրա։ Այսօր ես ուզում եմ խոսել այն բարոյական խնդիրների մասին, որոնք իրապես փորձարկում են մեր արժեքները։ Ես խոսում եմ հայ ռազմագերիների մասին Բաքվում եւ Լեռնային Ղարաբաղում մեր պատմական հուշարձանների եւ ժառանգության մշակութային ժառանգության ավերման մասին։ Այսօր մենք դեռևս ունենք ռազմագերիներ 2020 թվականի պատերազմից հետո եւ հայ ժողովրդի Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին էթնիկ զտումներից հետո մենք ունենք 23 պաշտոնական տվյալներով, բայց ասում են, որ ավելի քան 80 հայեր կան Ադրբեջանում պահված։ Զեկույցները ցույց են տալիս, որ շատ վատ պայմաններ են, հոգեբանական ճնշումներ են եւ անգամ վնասների մասին են խոսում։ Վերջին այցելությունը Կարմիր խաչի կողմից հունիսին էր։ Այս կազմակերպությունը կասեցրել էր իր գործողությունները Բաքվում, Բաքվի պահանջով եւ հիմա ոչ մի կազմակերպություն չունի իրավունք այցելելու ռազմագերիներ, նրանք միայն պահվող անձինք չեն, նրանք քաղաքական մարդիկ են, որոնք այս փորձառությունը ցանկացած արևելյան գործընկերության սկզբունք խախտում է, որտեղ երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, սա խարխլում է անվտանգությունը, բարոյական արժեքները, հարգարժան գործընկերներ, Եվրամիությունը եւ խորհրդարանական վեհաժողովը միշտ կանգնել են մարդու իրավունքների արժանապատվության, օրենքի գերակայության համար։ Մենք չենք կարող այլ սկզբունքներով գնալ, բայց այս սկզբունքները հենց արևելյան գործընկերության տարածաշրջանում խախտվում են։ Դրա համար ես կոչ եմ անում միջամտելու այս վեհաժողովին հումանիտար կազմակերպությունների միջոցով աջակցելու բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու գործընթացում եւ ամեն բան անելու, որպեսզի նրանք մարդկային վերաբերմունք ստանան։ Միևնույն ժամանակ մենք չենք կարող անտեսել ոտնձգության մեկ այլ տեսակ, դա էլ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի մշակութային եւ պատմական ժառանգության ավերուն է խաչքարներ, ամբողջական բնակավայրեր ուղղակի ջնջվում են, վերացվում են առանց ճանաչման։ Սա ուղղակի մշակութային զտում է, որպեսզի ջնջվի պատմությունը եւ մարդկանց իրենց երկրում գոյատևելու պատմության փաստը։ Սա կոնվենցիային է խախտում է։ Հարգարժան գործընկերներ, եթե մենք իսկապես նոր գլուխ ենք բացում արևելյան գործընկերության էջում, թող դա լինի մի գլուխ, որտեղ անվտանգությունը բաժանված չէ արդարությունից եւ մարդու կյանքի ու մշակութային նույնականացման արժանապատվությունից։ Ես կոչ եմ անում ձեզ պահանջել բոլոր ռազմագերիների ազատումը, աջակցելու անկախ միջազգային առաքելության ստեղծմանը, որը կփաստարկի եւ կերաշխավորի հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կանխվեն բոլոր մարդկանց դեմ եւ մշակութային խախտումները։ Հարգարժան հարևաններ, գլոբալ սպառնալիքների համատեքստում ժողովրդավարության դեմ մենք պետք է պաշտպանենք նրանց, ում ձայները լռեցվել են։ Խնդրում ենք հաշվի առնենք, որ անվտանգություն չի կարող լինել, երբ պատմությունը ինքնին հարձակման տակ է։ Շատ շնորհակալություն։ Հաջորդ խոսնակը Եվրախորհրդարանից Անդրեն է, խոսքը տրվում է ձեզ։ Շնորհակալություն։
Շնորհակալություն ձեզ, ուրախ եմ այսօր այստեղ գտնվել, տեսնել այս կնանկերների եւ գործընկերների։ Գործընկերներում հետ New people in this very գործընկերներում հետ աշխատել եմ այս դժվար աշխարհակաղակական իրավիճակում, որում մենք հիմա գտնվում ենք, եւ հետեւաբար մենք պետք է շատ դրական ազդակներ ուղարկենք այս հանդիպումների։ Կապ չունի ինչի մասին ենք խոսում, ամեն ինչ մնում է այստեղ այս սահմանների պատերի մեջ, հետեւաբար թույլ տվեք ես հիմա խոսեմ նաև այս մասին, ասոցիացիայի մասին, այն ամեն ինչը ինչ մենք անում ենք այստեղ թող տարածվի, նաև մեր գործընկերների շրջանում, դեռ հրաշալի է, որ այստեղ մեզ հետ են Թուրքիայից մեր գործընկերները Երևանում, այս ամեն ինչը իհարկե գերազանց է, Ադրբեջանի հետ հարաբերությունների հաշտեցումը իհարկե շատ կարևոր է, կապ, հաշտեցում, ամեն ինչ դա նշանակում է բարգավաճում, զարգացում մարդկանց համար, երիտասարդ սերնդի համար, սա ամեն ինչը, որը մենք պետք է իմանանք, սովորենք, իմանանք պատմությունը, իմանանք ինչ է տեղի ունեցել ուղենենում, հաղթահարենք ծայրահեղ պատասական այս իրավիճակները, որոնք տեղի են ունեցել եւ ունենում անցյալում, բայց որպեսզի տեղի չունենան նաև ապագայում, որպեսզի տեղի չունենան այս իրավիճակները սարսափելի հետագայում եւ իհարկե Եվրոպայի խորհրդարանը շատ անգամ ընդունել է բանաձևեր, որոնք վերաբերում են առանց նախապայմանների բոլոր բանտարկյալների ազատ արձակման Ադրբեջանի կողմից եւ հետեւաբար նաև հաշտեցման նաև ազատության մասին չպետք է մոռանալ։ Վերաբերում է շահերի ոլորտին, իհարկե ցանկանում են նաև իրենց ազդեցության գոտին ունենան աշխարհադրանով բաժանեն եւ հետեւաբար մենք պետք է իմանանք պատմությունը, սովորենք պատմությունից, որովհետև մարդիկ պետք է իրենք կարողանան որոշում կայացնեն, ով որտեղ է ցանկանում լինել։ Ես վերջերս գտել էի մի ելույթ Պուտինի կողմից, որը ասել էր, թե Ռուսաստանը ոչ մի բան դեմ չունի Ուկրաինայի անդամակցության հետ կապված ոչ մի կերպ, դա չի ազդի Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հարաբերությունների վրա այն ժամանակ փաստացի Վլադիմիր Պուտինը խաբել է այդ ժամանակ մենք որովհետև հիմա տեսել ենք թե արդյունքներն ու հետևանքները ինչպիսին են եղել եւ հետեւաբար նախ եւ առաջ թույլ տվեք ես հիմա շնորհավոր եմ ձեզ բոլորիդ խորհրդարանի մեծամասնությունը եվրոպական խորհրդարանի մեծամասնությունը իհարկե աջակցում է խորհրդավարացումը եվրոպականացումը ձեր բոլոր երկրների Իհարկե լավ լուրերը պետք է միշտ տարածենք Facebook-ով, այլ արտակներով, որովհետև իրականում այդ ամեն ինչը շատ կարևոր է, երբ խոսքը գնում է տեսանելիության մասին, շատ հաճախ բացասականը ավելի տեսանելի է լինում, քան դրականը։ Եկեք փորձենք մեր դրականը նույնպես այստեղից ավելի տեսանելի դարձնենք որպես ուղերձ։ Շնորհակալություն դրականի հիշեցման համար շնորհակալություն։